Երեկ մինչ Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում Էրդողանի հետ էր հանդիպում, Հայաստանում ոստիկանությունը որս էր սկսել ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ։ Ձերբակալվել էին մի քանի տասնյակ ակտիվիստներ, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներ։ Ձերբակալվածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 5 իրավապաշտպանների շարժման ներկայացուցիչ Վարազդատ Հարությունյանը ևս չկարողացավ կոնկրետ թիվ նշել, թե քանի հոգու են ձերբակալել, սակայն նշեց, որ նրանք մի քանի տասնյակ են եղել եւ բոլորը ըստ ամենայնի ազատության մեջ են։ Հարությունյանն ընդգծեց, որ բոլորը ընդդիմադիր ակտիվիստներ են եղել։ Իսկ շարքային ակտիվիստներ, թե կազմակերպիչներ, նախկին պաշտոնյաներ։ Ես կարծում եմ խառը։ Հասկացա։ Սրբազան շարժման մասնակիցներ են եղել, թե նաև կուսակցական։ Ոչ միայն, խառն են եղել։ Եվ Օրիգանականներ են եղել նաև, գիտեմ, որ եղել են քաղաքացիներ, անհատներ, որոնք ֆորմալ առումով որևէ միավորի մեջ չեն մտնում։ Փաստաբանին հարցրինք, թե ինչ մեղադրանքներով են նրանք ձերբակալվել։ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքով են անձանց ազատությունը սահմանափակել, մենდենեի խոսնակի հայտարարությունը դրա ամենավառ ապացույցն է։ Որոշն ձերբակալեցին, ուզարկեցին, ապօրինի դենքի կասկածով, որոշներին դա չեն արել, պարզապես զրույցը ճանապարհել են։ Ոստիկանության գործողություններից պարզ էր դառնում, որ նրանք ինչ-որ բողոքի գործողություն էին ցանկանում տապալել։ Փաստաբանին հարցրինք, ոստիկանությունը նման իրավունք ունի բողոքի ակցիաներ կանխարգելելու։ Ոչ իհարկե։ Ոչ իհարկե։ Հավաքների ազատության իրավունքը չի կարող սահմանափակվել նման կերպ։ Կորյուն Սիմոնյան, Արամ Սարգսյան, Համլետ Սմոյան, Եվրոմեդիա 24